Այս օրերին Գազայի հատվածում համեմատաբար հանգիստ է, ավերակների վերածված երբեմնի խոշոր քաղաքում գրեթե չեն մնացել ռումբերից եւ հրթիռներից չվնասված շինություններ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ միջազգային մյուս միջնորդների աջակցությամբ օրերս Եգիպտոսում կնքված համաձայնությունը Մերձավոր Արևելքում խաղաղության հույս է տալիս։ Հրեաները երգով պարով դիմավորում են ողջ մնացած պատանդներին, լացով հուղարկավորում են պատանդառությունը չվերապրած հարազատներին, զինվորական պատիվներով հրաժեշտ են տալիս զոհված զինծառայողներին։ Էյթան Հորնին եւ նրա եղբորը Յայիրին Համասի ահաբեկիչները պատանդառել են հենց 2023-ի հոկտեմբերի 7-ին պատերազմի առաջին օրը։ Եղբայրներին երկար ժամանակ պահել են նկուղներում մյուս պատանդների հետ։ Համասականները այս տարվա փետրվարին ազատ են արձակել Յայիրին, հայտնելով, որ կշարունակեն պահել Էյթանին։ Փետրվարից սկսած Յայիրը պայքարել է եղբորը փրկելու համար։ Հիմա երկուսն էլ ազատ են, անչափ երջանիկ են, միասին են, նրանց ընտանիքը, հարևանները հրաշք են անվանում այս դրամայի երջանիկ հանգուցալուծումը։ Բայց շատերի բախտը չի բերել։ Ալլահու ակբար 2023-ի հոկտեմբերի 7-ի գրոհի ընթացքում սպանվել է ավելի քան 1200 խաղաղ հրեա բնակիչ, պատանդառվել է ավելի քան 250-ը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն անընդհատ կրկնում է, որ Համասը կոչնչացվի եւ եթե Գազայում պաղեստինցիների զինյալ խմբերը եւս մեկ անգամ համարձակվեն ահաբեկչական գրոհներ իրագործել, պատիժը կլինի կոշտ ու կայծակնային։ Հոկտեմբերի 7-ը կմնա մեր ժողովրդի գոյութենական երկարատև պատերազմի պատմության եւս մեկ գլուխ։ Այս իրադարձությունները նաեւ արդիական դարաշրջանում մարդկության տեսած բարբարոսության գագաթնակետերից մեկն էին։ Հոկտեմբերի 7-ին նվիրված սգո միջոցառմանը մասնակցել է նաև Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը։ Ես չեմ մոռանա արյան լճակները, տների ծխացող ավերակները եւ այրված թաղամասերը, սարսափի հոտը, մեր հուշերից մեր կյանքի բեկորները։ Նախագահը ներողություն է խնդրել հանրությունից այն բանի համար, որ պետությունը չի կարողացել կանխել Համասի հարձակումը եւ պաշտպանել բոլոր քաղաքացիներին։ Ողբի արդյունքներ, ուրախության արդյունքներ, ըստ էության նման պատկեր է նաև պաղեստինցիների շրջանում։ Նրանք էլ սգում են զոհված հարազատների մահը, երգելով, պարելով դիմավորում են իսրայելյան բանտերից ազատված բարեկամներին, բայց ի տարբերություն իսրայելցիների, պաղեստինցիները չեն կարող ճոխ ճաշկերույթով նշել բանտարկյալների վերադարձը, որովհետև Գազայում պարենի սուր ճգնաժամ է, համատարած սով, դեղորայքի, առաջին անհրաժեշտության պարագաների սարսափելի դեֆիցիտ։ Իսրայելցիները ասում են, թե պաղեստինցիները չեն վերադարձրել բոլոր զոհված պատանդների աճյունները, նույնականացման անտանելի ծանր հարցը փորձում են նաև պաղեստինցիները լուծել։ Այսօրվա պայմաններում պաղեստինցի մասնագետները չունեն ԴՆԹ ստուգումներ կատարելու հնարավորություն եւ ընդամենը 4 սպանվածի անուններն են պարզել։ Այդ մասին է ասել Գազայի հիվանդանոցի տնօրեն դոկտոր Մոհամեդ Զագութը։ Մարմինների զննման եւ նույնականացման աշխատանքը շարունակվում է։ Ընտանիքները գալիս են Նասերի հիվանդանոց, էկրանին ցուցադրվող լուսանկարները դիտելու։ Դոկտոր Զագութի խոսքով մի քանի դիակների վիճակը թույլ է տալիս ենթադրել, որ բանտարկված պաղեստինցիներին կտանքների են ենթարկել։ Դե իսկ ողջ մնացած պաղեստինցիների համար հրատապ խնդիրը սնունդն է։ Միջազգային համայնքը սկսել է մարդասիրական օգնություն առաքել Գազայի հատված։ Դեր Ալ-Բալահ ավանում տասնյակ պաղեստինցիներ իրենց հետ բերելով մեծ ու փոքր տարատեսակ կաթսաներ, ամաններ հավաքվում են բարեգործական դաշտային խոհանոցի մոտ բրինձ ստանալու։ Ֆաթիմա Շահաթի խոսքով պարենի ուրիշ աղբյուր
դեռ չկա։ Փառք Աստծո, պատերազմն ավարտվեց, բայց սովը չի վերացել։ Առավոտվա 8-ից մինչև ժամը 2-ը հերթապահում ենք այս բարեգործական խոհանոցի մոտ։ Հոգնել ենք սովից, ուզում ենք մնալ մեր վրաններում, ապրել եւ ուտել մեր վրաններում։ Այս պատերազմի ընթացքում իսրայելական օդային եւ ցամաքային ուժերի հարվածներից, հիվանդություններից, սովից զոհվել է ավելի քան 65,000 պաղեստինցի։